Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը տաղավարում աշխատում Էլիանա Խաչատրյանը։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ մենք շարունակում ենք խաղի կանոններ հաղորդաշարը։ Սա 2026 թվականին մեր առաջին հաղորդաշարն է եւ այսօր մեր հյուրերն են մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետ Մարուսյա Միրզոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր արդեն անցած տոները։ 2026 թվականին շարունակելու եք ձեր գործունեությունը, մենք արդեն բավականին տևական ժամանակ է գործարարալիքը եւ հանձնաժողովը այս համատեղ ծրագիրն են պատրաստում, որպեսզի թե բիզնեսի ներկայացուցիչները, թե սպառողները տեղյակ լինեն ընթացիկ փոփոխություններից, զարգացումներից եւ ինչու ոչ կարողանան պաշտպանել իրենց շահերը։ Այսօր կխոսենք հանձնաժողովի գործունեության առաջիկա ուղղություններից, գործընթացների մասով, որոնք մեկնարկել են այդ թվում 2025 թվականին եւ շարունակվելու են այս տարի, եւ ինչ նորություններ կարող ենք սպասել այս տարի։ Հակոբ, խնդրեմ։ Իրոք որ մեր համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի եւ փաստացի ձեր հետ միասին մենք հանրության լայն լսարանին փոխանցում ենք ոչ միայն հանձնաժողովի հիմնական գործառույթների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը, այլ նաև հանձնաժողովի զարգացման հիմնական ուղղությունների մասին տեղեկացնում ենք թե սպառողներին, թե տնտեսավարող սուբյեկտներին, նաև ձեր հետ համագործակցության միջոցով։ Մեր ունկնդիրներն ու դիտորդները 2025 թվականի ընթացքում ականատես եղան հանձնաժողովի կարևոր անկյունաքարային փոփոխություններից մեկին, որի մասին մենք ձեր տաղավարում էլ բազմիցս քննարկում ունեցել ենք։ Հանձնաժողովը այլևս վերածվեց, ինչպես դուք հենց հարցազրույցի սկզբում նշեցիք, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։ Տեղ ունեցան բավականին լայն շրջանակ օրենսդրական փոփոխություններ, ինստիտուցիոնալ վերակառուցումներ, որոնց մասին հույս ունեմ հենց այս հարցազրույցի շրջանակներում էլ եւս մեկ անգամ անդրադարձ կունենանք։ Բայց գաղափարապես հիմնական ընդհանուր գործընթացի իմաստով պետք է ֆիքսենք, որ 2025 թվականը ամրագրվեց սպառողների շահերի պաշտպանության համապարփակ համակարգի ձևավորման գործնական փուլին անցնելով, երբ եղան այդ օրենսդրական փոփոխությունները, հանձնաժողովի վերակառուցումները եւ 2026 թվականը ինքնին նույնպես ուղղված կլինի այդ համակարգի ամբողջացմանը։ Այսինքն մենք էլի կունենանք բավականին լայն շրջանակ օրենսդրական փոփոխություններ, հանձնաժողովը կփորձի լավարկել գործիքակազմը, լինել ել ավելի սպառողակենտրոն, եթե այդպես կարելի ասել, փորձել ավելի հասանելի եւ ավելի ընկալելի լինել սպառողների համար։ Սա մեր գործունեության առաջնային ուղղությունը կլինի 26 թվականի համար։ Դրանից զատ կարևոր ուղղություն, որ նույնպես պետք է ամրագրել ու արձանագրել թվայնացումն է եւ թվայնացման հետ եկող նոր ռիսկերն ու խնդիրները։ Հանձնաժողովն արդեն մի քանի տարի այդ ուղղությամբ էլ բավականին ակտիվ գործունեություն է իրականացնում, կլինի դա վարույթային գործընթաց, ոլորտային ուսումնասիրություններ, թե ուղղակի իրազեկման եւ նույն բիզնեսի հետ հաղորդակցության միջոցով, փափուկ ուժի մեխանիզմի շրջանակներում ավելի մրցակցային ու ավելի սպառողի համար հարմար եւ սպառողի շահերը այդ թվում նաեւ պաշտպանող թվային ծառայություններ ու թվային առևտրի միջավայր ձևավորելու իմաստով եւ 26 թվականին մենք կշարունակենք նաեւ այս ուղղությունը եւ ընդհանուր առմամբ, եթե ամբողջացնեն գործընթացը, հանձնաժողովը իր լայն լիազորությունների շրջանակը կշարունակի կիրարկել հենց այդ նույն հիմնական հավատամքի շրջանակներում, ձևավորելու ավելի տեղեկացված, ավելի պաշտպանված սպառող եւ տեղեկացված ու պաշտպանված նաեւ տնտեսավարող սուբյեկտ իր իրավունքների ու պարտականությունների իմաստով, որի վերջնարդյունքը իհարկե կլինի տնտեսության զարգացումը եւ տնտեսության կատարելագործումը ու ավելի մրցունակ դարձնելը նաեւ միջազգային շուկաներում։ Ես հիշում եմ այս սպառողների պաշտպանության պահանջարկը մի տեսակ ներքևից վերև կարծես ձևավորված լիներ, որովհետև անգամ հիշելով մեր առաջին թողարկումները, եթե հաշվի առնենք ռադիո զանգերի քանակը, մեծ մասը հենց սպառողներն էին, որոնք ուզում էին բողոքեին իրենց շահերի հետ կապված խնդիրների շուրջ եւ հենց զանգահարում էին ռադիո, որովհետեւ լսել էին, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդաշարը եւ չգիտես ինչու միշտ կապը կա, մարդիկ տեսնում էին, որ երևի հենց
այս կառույցը կարող է նաև իրենց շահերի պաշտպանությամբ զբաղվել եւ այսպես ներքևից վերև կարծես թե պահանջարկը ձևավորվեց մեր աչքի առաջ այդուհանդերձ արդյոք համաձայն եք թե չէ իմ պնդմանը եւ հանձնաժողովի անվանումը որ փոխվեց սա 2026-ին արդեն ինչ մարտահրավերների արժեվ է կանգնեցնելու ինչ զարգացումներ եք ակնկալում Այո, ինչպես ճիշտ եք նկատել, օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հանձնաժողովը արդեն սկսեց իրականացնել մի շարք իրազեկման միջոցառումներ, ու այդ թվում իրազեկման միջոցառումները ներառում էին հենց այս տաղավարից մի շարք հաղորդումների, թեմատիկ հաղորդումների իրականացում սպառողների շահերի եւ դրա ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, այս բոլոր միջոցառումներից հետո մենք ստացել ենք քանի տասնյակ, այսպես ասած, մի քանի 100 տասնյակ բողոքներ սպառողներից, որոնց հիմնական մասը կարելի ասել 90%-ը ստացել են իրենց դրական լուծումը, սակայն մեզ համար շատ կարևոր է, այսպես ասած, ավելի շատ խոսել մեր մասին, ավելի շատ բողոքներ ստանալ, քանի որ մեր գնահատմամբ դեռևս բավականին ծավալուն աշխատանք է պետք տանել, որպեսզի սպառողների հիմնական մասը տեղեկանա, որ հանձնաժողովը զբաղվում է իրենց շահերի պաշտպանությամբ։ Արդեն ինչպես նշեցիք, թե ինչ գործողություններ են իրականացվել 2026 թվականին, մի փոքր կպատմեմ, թե 2025 թվականին ինչ օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության հետ մշակվեց սպառողների շահերի պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվեց ազգային ժողովի կողմից։ Այդ փոփոխությունները առաջին, այսպես ասած, հիմնական օրենսդրական բազան էին, որոնք պետք է ապահովեին սպառողների շահերի պաշտպանության առավել համապարփակ բազա։ Այս առումով պետք է նշեմ, որ մեր օրենքում տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքում հանձնաժողովին վերապահվեց սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային մարմնի իրավասությունը։ Կենտրոնականը, այսինքն հանձնաժողովը լինելու էր հիմնական մարմինը, որը զբաղվելու էր սպառողների շահերի պաշտպանությամբ եւ ապահովելու էր վերջիններիս համար իրենց պաշտպանության վարչահիրավական մեխանիզմը եւ միաժամանակ լինելու էր կոնտակտային մարմինը, որը պետք է ապահովեր նաեւ Հայաստանի Հանրապետության ներսում սպառողների շահերի պաշտպանության հետ առնչվող մարմինների, միաժամանակ մի շարք միջազգային կազմակերպությունների, այսպես ասած, կապը ու կոմունիկացիան, որպեսզի առավել արդյունավետ կարողանա իրականացնել իրեն վերապահված գործառույթը։ Մյուս փոփոխությունը հենց օրենքում նախատեսվեց առանձին գլուխ, որով սպառողների շահերը խախտող գործելակերպը սահմանվեց որպես իրավախախտում ու նկարագրվեցին այն հիմնական դրսևորումները, որոնց դեպքում սպառողների շահերը խախտող վարքագիծը կհամարվի իրավախախտում։ Բացի այդ, օրենքով նաև սահմանվեց վարույթի ընթացակարգը, երբ հայտնաբերվում է ինչ-որ դեպք, երբ սպառողի շահերը խախտվում է, որ դեպքերում հանձնաժողովը կիրականացնի վարույթներ ու այս առումով հատկանշական է, որ հանձնաժողովը զբաղվում է ոչ թե սպառողի անհատական շահի պաշտպանությամբ, այլ հանրային շահի պաշտպանությամբ։ Պետք է նշեմ, որ փոփոխություններ իրականացվեցին նաև սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում, որով սահմանվեցին մի շարք հիմնարար իրավունքներ, տեղեկատվություն ստանալու իրավունք, ազատ ընտրություն կատարելու իրավունք, թե որն է սպառողին մոլորեցնող կամ ագրեսիվ վարքագիծը եւ սահմանվեց նշված վարքագծերի դրսևորման արգելք, իսկ արդեն վերջին փաթեթը, փոփոխության առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարված փոփոխություններ, որի համաձայն վաճառողները պարտավոր են ապրանքի վաճառքը իրականացնելիս ցուցադրել վաճառքի մեկ միավոր գնի արժեքը։ Սա առաջին փուլի փոփոխություններն էին, արդեն 2025 թվականին սկսվեց եւ ներկա պահին 2026 թվականին շարունակվում է process-ը, էկոնոմիկայի նախարարության հետ մշակվել է սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող երկրորդ օրենսդրական փաթեթը, որը շուտով ներկայացվելու է ազգային ժողովին։ Այս կարգավորումները ուղղված էին ավելի ամբողջականացնելու, այն հիմնական սպառողի իրավունքները ու դրանցից պաշտպանվելու մեխանիզմները։ Փոփոխությունները լինելու են հետևյալ ուղղություններով։ Առաջինը վերաբերվում է ապրանքի համապատասխանությանը, այսինքն սահմանվում են օրենքով կանոններ, ըստ որի ապրանքը, որը
վաճառողը մեզ տրամադրում է, որը մենք ձեռք ենք բերում, պետք է համապատասխանի առավաճառքի պայմանագրով նախատեսված որակին, քանակին, ֆունկցիոնալությանը, համատեղելիությանը, այսինքն այն բոլոր բնութագրերին, որոնք նշված են առավաճառքի պայմանագրում եւ ըստ էության սպառողի ու վաճառողի միջեւ ձեռքաբերվել համաձայնություն դրա մասով, այսինքն մեկ պարզ օրինակ, եթե մենք պայմանավորվել ենք, որ վաճառողը պետք է ինձ առաքի փայտե սեղան, որը պատրաստված է կաղնուց, միաժամանակ այդ սեղանը պետք է ունենա որոշակի գույն կամ որոշակի չափսեր, վաճառողը պարտավոր է հենց այդ բոլոր պայմաններին համապատասխան, այսինքն կաղնուց պատրաստված, այն չափերով, որով պատվերը իրականացվել է ու այն գույնի, որը սպառողը ցանկանում է մատակարարել վաճառողին, հակառակ պարագայում կստացվի, որ եթե որևէ պայման պահպանված չէ, ուրեմն մենք ունենք գործ անհամապատասխան ապրանքի հետ։ Իսկ եթե արկա է անհամապատասխան ապրանք, այս նոր կարգավորումներով սահմանվում է, որ 2 տարի ժամկետ ունի սպառողը, ապրանքը գնելուց հետո 2 տարվա ընթացքում, եթե հայտնաբերում է, որ անհամապատասխանություն կա ապրանքի հետ, ստացվում է, որ այդ անհամապատասխանությունը եղել է նաև ապրանքի առաքման պահին ու այդ 2 տարվա ողջ ընթացքում սպառողը հնարավորություն ունի դիմելու վաճառողին եւ պահանջելու կամ օրենսդրությամբ սահմանված հաջորդականությամբ իհարկե վաճառողից պահանջելու կամ վերացնել անհատույց թերությունները այդ ապրանքի կամ պահանջել, որպեսզի նման օրինակ այլ նմուշ իրեն տրամադրվի կամ գինը համաչափորեն իջեցվի տվյալ ապրանքի կամ էլ առողջարքի պայմանագիրը դադարեցվի։ Իհարկե այս բոլոր պայմանները գործում են եթե կան օրենքով սահմանված հիմքերը, այսինքն հաջորդականությունը հա այդ իրավական պաշտպանության միջոցների պետք է սպառողի կողմից ամեն դեպքում պահպանվի։ Միաժամանակ այս նույն փոփոխությունների շրջանակներում նախատեսվել են նաև թվային ծառայությունների ու թվային բովանդակություն պարունակող ապրանքների մասով համապատասխանության կանոններ ու մյուս կարևոր հանգամանքը այն է, որ եթե սպառողը հայտնաբերում է համապատասխանություն եւ դիմում է վաճառողին, այն նշված 2 տարվա շրջանակներում առաջին տարում եթե հայտնաբերի, ապացուցման բեռը ապացուցելու, որ ապրանքը անհամապատասխան չի եղել, կրում է վաճառողը, այս փոփոխությունը հատկապես շատ կարևոր է սպառողի համար, քանի որ վերջինս ավելի դժվար կկարողանա հիմնավորել, որ ապրանքը անհամապատասխան է եղել, քան վաճառողը։ Մյուս արդեն փոփոխությունները, այսպես ասած, ուղղված էին կապված էին միանալու պայմանագրերի հետ, մասնավորապես օրենքով սահմանվել է, որ միանալու պայմանագրերում արգելվում է սպառողի համար անարդար պայմանների սահմանումը։ Միանալու պայմանագիրն էլ իրենից ենթադրում է այնպիսի պայմանագիր, որի դեպքում մի կողմը, այս դեպքում վաճառողն է որոշում պայմանագրի բոլոր պայմանները եւ մյուս կողմը սպառողը կամ պետք է համաձայնվի առանց բանակցելու հնարավորության վաճառողի առաջարկած պայմաններին կամ պետք է հրաժարվի տվյալ պայմանագրից։ Այս մասով շատ կարևոր էր այս կետերի նախատեսումը, քանի որ ըստ էության շատ են այն պայմանագրերը, որտեղ վաճառողը ունենալով այդ հնարավորությունը առանց բանակցելու պայմաններ սահմանել, անհամաչափորեն սպառողի իրավունքները խախտում է։ Նման օրինակ է, երբ պայմանագրով նախատեսում է վաճառողը, որ ինքը կարող է միակողմանիորեն լուծել պայմանագիրը ցանկացած պահի, բայց միաժամանակ այդ իրավունքը սպառողին տրամադրված չէ։ Այս մի ուղղությունը օրենսդրական փոփոխությունների, մյուս ուղղությունը արդեն վերաբերում էր գովազդին եւ գովազդի մասին օրենքում էր կատարվելու փոփոխություն, ըստ որի սահմանվելու է համեմատական գովազդը եւ որ դեպքերում վաճառողը կարող է թույլատրելի է համեմատություններ կիրառելը գովազդում։ Արդեն վերջին ուղղությունն էլ, որը եւս կատարվեց սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում, վերաբերվում էր այն տեղեկատվության շրջանակին, որը պետք է վաճառողը տրամադրի սպառողին միջև պայմանագրի կնքումը։ Դա կարող է վերաբերվել ապրանքի հետ կապված ցանկացած բնութագրին, գնին, չգիտեմ, առաքման ժամկետներին, առևտրային երաշխիքին, այսինքն այն ամբողջ տեղեկատվության ծավալը, որը անհրաժեշտ է սպառողին միջև պայմանագրի կնքումը, որպեսզի վերջինս ճիշտ որոշում կայացնի եւ հասկանա արդյոք պետք է տվյալ պայմանագիրը կնքել թե ոչ։ Դրան զուգահեռ նաեւ սահմանվեց, թե ինչ է հեռակա պայմանագիրը կամ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագիրը։
Հեռակա պայմանագրերը դրանք այն բոլոր պայմանագրերն են, որոնք կնքվում են ցանկացած հեռահաղորդակցության միջոցով, դա կլինի ինտերնետային կապ, հեռախոս կամ էլեկտրոնային փոստ, որով առաջարկ է կատարվում սպառողին պայմանագիր կնքել եւ ձեռք բերել ապրանք։ Կարևոր էր այս փոփոխությունները այն առումով, որ հեռավար պայմանագրերի դեպքում թույլատրվում է 14 օրյա ժամկետում պայմանագիրը, այսպես ասած, սպառողի դեպքում դադարեցնել ու մեր գնահատմամբ այս ամբողջությունն էր օրենսդրական փոփոխությունների մեր գնահատմամբ շատ կարևոր է այս փաթեթի վերջնական ընդունումը, քանի որ ըստ էության սպառողների, այսպես ասած, շահերի պաշտպանության առավել բազմակողմանի ամբողջական օրենսդրական բազա ունենալու համար մեծ, այսպես ասած, շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ այս օրենսդրական նախագծի ընդունումը։ Շատ լավ, որքան հասկանում եմ 2025 թվականի կարևոր նորություններից է նաև սպառողի օգնական հարթակի գործարկումը, որի օգնությամբ սպառողը կարող է թիրախային իր խնդիրների լուծումը ստանալ։ Ինչ ամփոփում ունենք այս պահին, ինչպես այն իրեն արդարացրեց, դրսևորեց, Իրականում Լիանա ջան ուզում եմ վերադառնալ ձեր ընդդիտարկմանը կապված սպառողների կողմից, բողոքների անգամ լրատվականներին, տեղեկանալուց հետո ուղարկելու հետ։ Այս ամբողջ գործընթացի հիմքում իրականում դրված էր նաև այդ նպատակը, որովհետև մենք ի սկզբանե ունեինք այդ խնդիրը, որը որ մենք բազում անգամ արձանագրել ենք, ասելով, որ մենք այս բանը ունենք մեկ պատոհան, որ սպառողն իմանա, որ ցանկացած դեպքում, երբ որ անհրաժեշտ ինչ որ խնդիր ունի, կապ չունի ինչ ոլորտի, ինչ ֆորմատի խնդիր ունի, կա ինչ որ մեկ պատոհան, ինչ որ պետական մարմին, ում կարելի է դիմել։ Դրան զուգահեռ կար իհարկե օրենսդրական բազայի թարմացման, վերափոխման անհրաժեշտությունը, որովհետև ինչպես գործընկերը ասաց, այդ մեծ բազան, որ մենք արդեն ունեցանք եւ այս երկրորդ փուլը, որ հիմա այս պայդրությամբ արդեն կառավարության հաստատումը ունենք եւ ազգային ժողով է ներկայացվելու մոտ ժամանակներում արդեն կունենանք նաև ազգային ժողովի հետ քննարկումները, իրենք ուղղված են այդ օրենսդրական բազայի ձևավորմանը, բայց բացի նրանից, որ անհատական շահը կամ հանրային շահը պաշտպանված էր օրենսդրական մակարդակում, մեծ անհրաժեշտություն կար ձևավորելու այդ ուղիղ կոմունիկացիան սպառողի հետ։ Ու այստեղ հանձնաժողովը սկսեց այդ գործընթացը 2025 թվականին մենք ձևավորեցինք այդ ձեր նշած հարթակը, սպառողի օգնականը, որը բավականին պարզ գործիք էր, ինչ հիմնական նպատակ ուներ սպառողի օգնականը, ձևավորել հենց այդ մեկ պատոհանը։ Մենք սպառողին ու հիմա էլ մենք քաջալերում ենք մեր սպառողներին դիմել սպառողի օգնականով։ Կապ չունի, արդյոք դա բխում է հանձնաժողովի գործառույթից թե չէ։ Եթե խնդիրը լինի օրինակ այլ գերատեսչության դաշտում, հանձնաժողովն արդեն դա կփոխանցի այլ գերատեսչությանը։ Բայց երբ դուք ունեք ինչ-որ սպառողական խնդիր, ինչ-որ բողոք, ինչ-որ խնդրեմ կապված ապրանքի հետ ձեռք բերված, ծառայության հետ, պայմանագրի հետ, ցանկացած դեպքում կարող եք դիմել սպառողի օգնականին։ Որպեսզի մեր ունկնդիրների ու դիտորդների համար պարզ լինի, ինչ է իրենից ներկայացնում սպառողի օգնականը։ Նախ ընդհանրապես պետք է այցելել այն էլեկտրոնային գործիքը։ Շատ կարևոր է ունենալ այդ ոչ ֆիզիկական կոմունիկացիայի տարբերակը, որտեղ ասելով, որ եկեք այցելեք հանձնաժողով եւ այլն, մենք կրճատում ենք այն լսարանը, ում կարող ենք հասնել։ Գործիքը էլեկտրոնային է։ Դուք ընդհանրապես այցելում եք competition.am եւ այնտեղ մեծ կոճակ կա սպառողի օգնական։ Որի շրջանակներում մենք բավականին շատ թեթև տեղեկատվություն ենք ձեզնից ուզում։ Մենք կայքի հղումը կտեղադրենք անպայման։ Դուք փաստացի ուղղակի գրանցվում եք մեր հարթակում, ձեզնից պահանջում է ուղղակի ներկայացնել ազատ ոճով այն խնդիրը, որ դուք ունեցել եք, եւ հնարավորության դեպքում այն տվյալները կոնտակտային, որ դուք ունեք տնտեսավարող սուբյեկտի։ Եթե դուք անգամ չունեք տնտեսավարող սուբյեկտի կոնտակտային տվյալները, օրինակ, գիտեք, որ դուք այցելել եք X խանութը, այս ժամանակահատվածում եւ ներկայացնում եք ձեր խնդիրը օրինակ։ Այսպեսի ապրանք ձեռք բերեցի, հետո հետ չվերադարձրեցին կամ ինչ որ այսպեսի պատմություն։ Մենք մեր սեփական բազայից հաշվի առնելով, որ մենք ավելի քան 20 տարվա գործունեություն ենք ծավալում Հայաստանի Հանրապետությունը որպես հանձնաժողով, մենք ունենք մեր բազան, մենք մեր բազայից կլրացնենք կոնտակտային տվյալները։ Ինչու՞մն է հիմնական նպատակը։ Եվ իհարկե այստեղ կարևոր է ընդգծել, որ անհրաժեշտություն կա կցելու գործընթացը հավաստող փաստաթուղթ։ Այսինքն եթե դուք օրինակ ձեռք եք բերեք կոշիկ կամ ինչ որ մի բան կամ ապրանք, պահպանեք ՀԴՄ կտրոնները։ Ընդհանուր առմամբ դա կարևոր ընդգծում է, որ պետք է ունենանք, որ ՀԴՄ կտրոնը ուղղակի հարկային վարչարության ուղղված գործիք չէ, դա նաև ձեր մանրածախ առևտրի փաստը հաստատող փաստաթուղթն է։ Իսկ ձեր ՀԴՄ-ի առկայությունը հավաստում է, որ դուք այդ գործարքը կատարեցիք։ Ու մենք խնդրում ենք նաև գծել այդ ՀԴՄ-ն, որ մենք հասկանանք, որ դեպքը տեղի ունեցել է, այսպես ասած։ Ինչա տեղի ունենում դրանց հետո։
Մեր հարթակի միջոցով ավտոմատ եղանակով ձեր ներկայացված բողոքը փոխանցվում է այն տնտեսավարող սուբյեկտին, որի մոտ առաջացել է այդ խնդիրը։ Այսինքն մենք ուղղակի դիմում ենք տնտեսավարող սուբյեկտին, ասում ենք՝ «Խնդրեմ, մենք ունենք sense խնդիր, սպառողը մեզ դիմել»։ Ներկայացրել sense բողոք։ Եվ ի ուրախություն մեզ ու ուրախություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տնտեսական մոդելի, Հայաստանի Հանրապետության մեր մոտ ստացած բողոքների մեծամասնությունը լուծվել է արդեն այս մակարդակում։ Այսինքն տնտեսավարող սուբյեկտները պատրաստական են խնդիրը լուծել։ Ուղղակի շատ դեպքերում մարդը վերցրեց ապրանքը, գնաց, հետո ցանկություն չկա վերադառնալու խանութ, ցանկություն չկա անձնապես կոմունիկացվելու այդ խանութի հետ, որովհետև եւ այլն, հա ինչ-որ խնդիրներ, ռիսկեր եւ այլն։ Այս դեպքում հանձնաժողովը իր վրա է վերցնում գործընկերոջ նշած կոնտակտային մարմնի դերը, հանդիսանում այդ կապող օղակը կամուրջը սպառողի եւ այդ տնտեսավարող սուբյեկտի միջեւ։ Ու հիմա մենք կարող ենք փաստել, որ մեր կողմից ստացված հարյուրավոր բողոքների մեծամասնությունը այս փուլում արդեն լուծվել են։ Մենք տնտեսավարող սուբյեկտին տալիս ենք 2 շաբաթ ժամանակ այդ խնդրի լուծման համար, որից հետո ավտոմատ նամակ է գնում սպառողին։ Հարցով ձեր խնդիրը բավարարվեց, լուծվեց թե ոչ։ Եթե սպառողը նշում է, որ խնդիրը դեռ չի լուծվել, մենք այս խնդրի արդեն բովանդակությունը փոխանցում ենք մեր հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին եւ իրավաբանական ընկերություններին։ Ու այստեղ հատուկ էլի ուզում եմ ընդգծեմ, որ համակարգի կայացվածության մասին է խոսում նաեւ այն, որ մեր հետ համագործակցում են լայն շրջանակ հենց այս հասարակական կազմակերպություններն ու իրավաբանական կազմակերպությունները բացարձակ կամավոր սկզբունքով ուղղակի ներգրավվել են այս գործընթացում եւ ապահովում են այդ երկրորդ փուլը։ Մենք փոխանցում ենք հասարակական կազմակերպությանը, հասարակական կազմակերպությունն արդեն իր գործիքակազմի օգտագործմամբ կամ իրավաբանական ընկերություններն իր գործիքակազմի օգտագործմամբ կրկին կոմունիկացում է տնտեսավարող սուբյեկտի հետ, փորձում է լուծել սպառողի խնդիրը։ Եթե մենք էլի կրկին 2 շաբաթվա ժամանակ, եթե այս փուլում էլ մենք խնդրի լուծումը չենք ունենում, արդեն հանձնաժողովը ինքը դիտարկում է արդյոք այս խնդրի վերաբերյալ հանձնաժողովը հանրային շահ է տեսնում վարչարության իրականացման անհրաժեշտություն կա։ Ինչումն էր հիմնական մեր նպատակը այս համակարգի ձևավորման։ Առաջինը, ի սկզբանե պարզել, որ համակարգի արժույթ սպառողների հայտ միասնական համակարգի ձևավորումը բերելու էր մեծ հոսք սպառողական բողոքների։ Մեզ պետք է առաջին հերթին հասկանալ այս բողոքների բովանդակությունը, տրամաբանությունը, բայց ինչն էլ ավելի կարևոր էր, հանձնաժողովը իր առկա ռեսուրսների պայմաններում պետք է կարողանար էֆեկտիվ լուծել այդ խնդիրները։ Եթե մենք գնայինք այն մոդելով, որ բոլոր բողոքները առանց այս առաջին 2 փուլերի հանձնաժողովը սեփական վարչարությամբ է ուզում լուծել, մենք ամենայն հավանականությամբ կունենենք շատ դանդաղ աշխատող մեխանիզմ, շատ դեպքերում շատ ձգձգվող գործընթացներ։ Հա, դրա համար մենք որոշեցինք կառուցել այս 3 փուլերից կազմված համակարգը։ Ուզում եմ նաև նշել, որ համակարգը բարեփոխման գործընթացում է անընդհատ։ Այս պայմանությամբ օրինակ մենք ձևավորել ենք այնտեղ 6 խումբ, հա, ուղղություններ, այսպես ասած, երբ որ դուք բացում եք սպառողի օգնականը, որոնք հիմնական ոչ թե իրավախախտումների, հիմնական բողոքների բովանդակությունից են գալիս, այսինքն օրինակ առաքումների հետ կապված խնդիրներ կամ հագուստի հետ կապված խնդիրներ։ Ու այս դեպքում մենք հարցաշարը, որ դուք լրացնում եք, ձևափոխել ենք հենց այդ խնդրին բնորոշ իրավիճակներին։ Այսինքն անգամ ձեզ ձեռքով շատ բան լրացնել պետք չէ, այնտեղ կան check-box-եր, դուք ուղղակի նշում եք, թե ձեր խնդիրը որ ուղղությանն է, օրինակ չեն ձեր վերադարձման իրավունքն է, հա, խախտվել կամ ապրանքում կարան համապատասխանություն եւ հետո օրինակ այն չեն վերանորոգում կամ բավականին արագ մի քանի րոպեվա գործընթացում մենք ունենում ենք հստակ ստացված բողոքը սպառողի ու բողոքը նաև սպառողի կողմից հետագծելի է, վերահսկելի է, այսինքն մենք ուղղակի սպառողին չենք ասում շնորհակալություն տեղեկատվության համար, մի օր կլուծվի, հա, մենք հստակ ժամկետներով տրամադրում ենք սպառողին իր բողոքի գործընթացը։ Ինչ ենք մենք անելու 2026 թվականին այս հարթակի իմաստով, իհարկե փորձելու ենք առաջին հերթին զարգացնել ու ավելի հարմարավետ այն դարձնել սպառողների համար, որ դες էլ ավելի հեշտ լինի օգտագործել մեր գործիքակազմը։ Դրանից զատ իհարկե փորձելու ենք աշխատել նաև հասարակական կազմակերպությունների ավելի մեծ շրջանակ ներառելու ուղղությամբ, որտեղ փաստացի ինչքան ավելի արդյունավետ, ինչքան ավելի կայացած հասարակական սեկտոր մենք ունենք, ինչքան ավելի ներառված հա իրավական համայնք ունենք այս գործընթացում, շատ դեպքերում մենք ավելի էֆեկտիվ ու արագ լուծումներ ունենք սպառողների համար այդ դեպքում, քան պետական մարմինների վարչարության իրականացումը։ Ինչ է կարծում ժամանակի ընթացքում որոշեք այս հարթակի հիման վրա որոշակի ստատիստիկա կձևավորվի, թե ինչ ուղղությամբ են հիմնական բողոքները, ինչ սեռատարիքային, այսպես ասենք, բանի մեջ են, հա, առանցքի մեջ են հիմնական բողոքողները եւ այլն։ Իրականում շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, որովհետեւ
Այդ մի կողմը ես ավելի շատ հենց սպառողների ուղղությամբ էի փորձում ներկայացնել հարթակը, բայց այդ մի կողմը մեր համար նույնպես կարևոր է, ինչի Ձեզ թույլ կտա ավելի, հա։ Մենք հիմա ունենք այդ գործիքակազմը։ Մենք ունենք ոլորտային օրինակ ուսումնասիրություն իրականացնելու լիազորությունը, երբ որոշում ենք առանձին ոլորտ ենք մեծ վերցնում եւ այն ուսումնասիրում ենք ամբողջովին, տենդենսներով, միջազգային փորձով, ոլորտում կարգավորումներով եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ գործընթացն իրականացնում ենք։ Ու այս լիազորության իրականացման համար մենք միշտ ընտրում ենք ակտուալ թեմաներ, հա։ Մենք ուսումնասիրել ենք այտենց սոցիալական կարևոր ապրանքները, մենք ուսումնասիրել ենք աջակցող միջոցները, հա, պրոթեզավորման գործընթացը, ստենդավորման գործընթացն ենք ուսումնասիրել օրինակ, հա, բնակելի շենքերի շինարարությունը եւ այլն եւ այլն։ Այս բոլոր թեմաների ընտրության հիմքում դրված են ազդակներն ու խնդիրների հնարավոր առկայությունը այդ ոլորտներում։ Ու այս հարթակը ինքնին հենց այդ տեղեկատվական բազան է նաեւ հանձնաժողովի համար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ոլորտներում օրինակ բավականին հաճախ մենք կարող ստանանք խնդիրներ ու հասկանանք, որ օքեյ, ուրեմն այս ոլորտը պետք է ուսումնասիրել։ Այստեղ էլի կուզենամ ընդգծել այն հանգամանքը, որ անգամ եթե խնդիրը առանձին սպառողի մակարդակով լուծվում է, հանձնաժողովին դա չի սահմանափակում հետագայում իր վարչարությունն իրականացնելու։ Որտեղ եթե մենք տեսնենք օրինակ տնտեսվարող սուբյեկտի X տնտեսվարող սուբյեկտը օրինակ, հա, բավականին արագ եւ էֆեկտիվ լուծում է 4 տարբեր ֆիզիկական անձի խնդիր, բայց խնդիրն իր բնույթով հանրային շահի վերաբերող խնդիր է։ Այսինքն կարող է պատահել ցանկացածի հետ։ Ուղղակի այդ 4 հոգին դիմել էր հանձնաժողովին, հանձնաժողովը կաշկանդված չի այս մարդկանց լուծված խնդրի համատեքստում, այլևս վարչարություն չիրականացնել, չլուծել այդ խնդիրը, այսպես ասած, հիմնովին ու բոլորի համար։ Այսինքն հարթակը նաև ծառայում է մեր համար որպես գործիք տեղեկատվության ստացման, վերլուծությունների իրականացման, ու մենք փորձում ենք զարգացնել հարթակը թե արտաքին լսարանի համար, թե ձեր ասած տվյալների բազայի ու իր վերլուծական ունակությունների իմաստով։ Անչափ շնորհակալ եմ։ Մեր ժամանակը ցավոք սրտի մոտեցավ ավարտին, մեր ժամանակը սահմանափակ է։ Այդուհանդերձ մենք դեռ ամփոփելու, այսպես ասենք, թեմաներ ունենք, մասնավորապես հանձնաժողովի մրցակցային վերահսկողության լիազորություններին վերաբերող։ Ես առաջարկում եմ եւ մեր ռադիոլսողներին եւ ձեզ հանդիպել հաջորդ շաբաթ եւ շարունակել 2025 թվականի ամփոփումը, քանի որ նորությունները շատ են, ոնց հասկանում եմ, նաեւ նախագծերն են շատ շնորհակալ եմ։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, խաղի կանոններ հաղորդաշարն էր եթերում, որը գործարար Ալիքի եւ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի համատեղ նախագիծն է, եւ այսօր տաղավարում հյուրընկալել ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետ Մարուսյա Միրզոյանին, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։